Պարոն Հարությունյան, ես ձեզ երկու հարց տամ։ Առաջինը, արդյոք Եվրոպայի հետ ինտեգրումը պարտադիր ենթադրում է անդամակցություն Եվրոպական միությանը։ Եվրոպան աշխարհաքաղաքական կենտրոն է, Եվրամիությունը կազմակերպություն։ Դեպ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ նույնիսկ Եվրոպական միությունը լքած Միացյալ Թագավորությունը լավ էլ ինտեգրված են Եվրոպայի հետ։ Եվ երկրորդ հարցը։ Կարդում եմ կառավարության ծրագիրը, որը մեզ կներկայացվի երկուշաբթի։ Շարունակվելու են ԵՄ հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը եւ ինտեգրումը, ՍԵՊԱ-ի լիարժեք եւ արդյունավետ կիրարկման, ինչպես նաեւ Եվրոպական միության ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական եւ այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանության ուղղությամբ 2025 թվականի Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հիման վրա։ Ես ուզում ձեր կարծիքն իմանամ, արդյոք այդ օրենքի բացակայությունն էր խոչընդոտը, որ այս նշված ոլորտներում շրջակա միջավայրից սկսած վերջացած ֆինանսական համակարգի առողջացմամբ եւ օրինակ սոցիալական պաշտպանության ոլորտները չէին համապատասխանում Եվրոպական միության ստանդարտներին։ Հնարավոր չէր առանց այդ դեկլարատիվ օրենքի Հայաստանում այս բնագավառների վիճակը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն հարցի համար։ Իմ կարծիքով օրենքի առկայությունը կարող է նպաստել, բայց օրենքի բացակայությունը չի կարող խանգարել իրագործմանը, եթե ճիշտ ճանապարհը հստակ ընտրում ես ու գնում ես առաջ տարբեր գործիքակազմեր օգտագործելով։ Այսինքն, եթե ամփոփեմ պատասխանս, օրենքը նպաստում է, բայց օրենքի բացակայությունը չի կարող այն աստիճան խանգարել, որ մենք զուտ սահմանափակվենք հայտարարություններով ու ռեալ ճանապարհային քարտեզ չունենալով փորձենք գնալ առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Արամ Խաչատրյան։ Արձագանք, արձագանքեք։ Ինձ թվաց չունեք, պարոն Խաչատրյան։ Չվարվեց կարմիր կնոպկան։ Պարոն Հարությունյան, ես երկու հարց էի տվել, խնդրեմ նաև առաջի հարցին անդրադառնալ։ Լավ, արդյոք եվրոինտեգրումը միանշանակ եւ աներկբա նշանակում է կազմակերպական միության անդամակցություն։ Եվ երկրորդ հարցի հետ կապված ձեր հարցինի պատասխան, ուղղակի այդ օրենքը, որը ընդունվեց, որպես քաղաքացիական նախաձեռնություն, որը ներկայացնում էր Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը, ինքը դասական օրենք չի, ինքը ընդհանրապես մի նախադասություն է։ Եվ ես ասում եմ, եթե այդ օրենքը չլիներ, արդյոք հնարավոր չէր Հայաստանում սոցիալական պաշտպանության բնագավառը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին։ Եվ եթե այդ օրենքը կա, ինչքանով ինքը նպաստեց, որ Հայաստանի Հանրապետությունում դիցուկ սոցիալական ապահովության քաղաքականությունը համապատասխանի եվրոպական քաղաքականությանը կամ ասենք թե եվրոպական միասնական գյուղատնտեսական քաղաքականությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, անկեղծ ասած, որ ձևակերպումը շատ երկար է, ոնց որ նույն հարցը կրկնվեց, թե սխալ ընկալեցի։ Ամեն դեպքում նորից փորձեմ ըստ իմ ընկալածի պատասխանել օրենքի, դե երկրորդին կարծեք պատասխանել էի նախորդ հարցին, բայց նորից ոնց որ հնչեցվեց, իմ կարծիքով եվրոինտեգրումը եւ եվրոպական միության անդամ դառնալը տարբեր բաներ են, ու դա ինքնին հենց այս հանձնաժողովի անունն էլ է ուշում։ Մենք այս հանձնաժողովի աշխատանքներով ոչ թե գնում ենք Եվրոպական միության անդամ դառնալու, այլ գնում ենք եվրոինտեգրմանը։ Սա կարծեք առաջի հարցի մասով իմ պատասխանը, իսկ երկրորդի մասով նորից եմ ասում, եթե քաղաքական ուժը ունի քաղաքական կամք եվրոինտեգրվելու,
Անկախ նրանից այդ պահին օրենքը արդեն իսկ ավարտական տեսքով կա, չկա, հայտարարություն կա, թե նախագիծ կա, ունի ամբողջ հնարավորությունները որոշակիորեն գործիքակազմեր կիրառելով գնալ դեպի Եվրոպական միություն։ Ամփոփելով ասածս կրկնեմ նախորդ միտքս. օրենքի լինելը կարող է օգնել, օրենքի չլինելը չի կարող այնպիսի խոչընդոտ լինել, որպիսի նախաձեռնվի որպիսի գործողություն մինչև օրենքի ընդունումը։ Շնորհակալություն։